Արմլուրի նկարանող խումբը այցելել է Արմավիր մարզի ճանապարհին գտնվող շուկա զրուցել շուկայի ներսում վաճառք իրականացնողների հետ, ծանոթացել նրանց առօրյա հոգսերին ու խնդիրներին։ Գյուղի կարտոշկին է։ Դուք եք մշակում։ Մենք ենք մշակել, մեր սեփական ապրանքն է։ Ու վաճառում ենք մենք մեր Գնում են մարդիկ։ Հա, շատ, արդեն օրեկան 500-ից 600 կիլո ամեն օր վաճառում ենք։ 200 խոժոռ ենք վաճառում, 100 մանր կարտոշկեն ենք Երկար վաճառում։ աշխատանք է պահանջում մինչև Կարտոշկեն մի քիչ հանգիստ է, բայց թե էլի տանջանքը շատ է, էլի։ Իհարկե որ տանջվում ենք շատ չարչարանքը։ Ուրիշ ինչ եք մշակում։ Լոբի, կանաչ լոբի ենք մշակում։ Այսօր չունեմ, բայց ունեմ, ընդհանրապես ունեմ, վաճառում ենք 350, 450, 700-ից ծախել ենք, 700-ից մինչև արդեն մի քիչ գները իջել է։ Մենք Արշալուց յուղից։ Կասեք ինչ եք վաճառում ու ինչքանով եք վաճառում։ Պոմիդոր, վարունգ, բիբար, կծու բիբար։ Ինչ արժեն։ Պոմիդորը 250, վարունգը 100, այս մյուս վարունգը 150, պղպեղը 250։ Իսկ երկար եք աշխատում մինչև աճեցնում եք, վաճառում եք։ Հա, բա ինչ ենք ամ, տանջվում ենք, այ բալ առանց տանջանքի բան կա։ Դե դա պետք է աշխատենք, որ ապրենք։ Մենակով եք աշխատում, թե ընտանիք։ Չէ, ընտանիքով, մենակ ոնց էսիկ աշխատենք։ Ընտանիքով պետք է մշակենք, որ կարողանանք ապրենք այս տարի։ Կարտոշկա, քելեմ, գելազ, դամբուլ, էլ ինչ ուրիշ։ Որտեղ եք վաճառում, ցույց կտաք։ Հերոյա քուրի ջան։ Բավ չեք վախենում, որ եկել եք այստեղ, Ինչի՞ վախենանք։ որ կկանք, գողանան այդպես։ Ոչ թե շուկայում այդպես բան չկա, այստեղած լրիվ կարկուկարոն է։ Էլ ինչ եք ուզում։ Գող եք առևտրից։ Շատ, բա ինչով ենք ապրում։ Գոյենք տնօրենից, գոյենք աշխատողներից, սաղից էլ գոյենք։ Հաճախորդներ ունեցել եք այսօր։ Հա, ոչինչ։ Քանի հաճախորդ եք ունեցել մոտավորապես։ Մի 10-15 հաճախորդ։ Ինչ են գնել։ Կարտոշկա են գնել, քելեմ են գնել, գելազ են գնել, փեղձ են գնել, ուրիշ ինչ ասեմ։ Ինչքանով եք վաճառում։ Ես հատել ինչքանով եք վաճառում։ 50 դրամ բան են վաճառում, քելեմը, 150 դրամ կարտոշկեն։ Այախպեք հազեք սուպերմարկետը հարցրեք, գինեկի բնդից կորոշեք, ես գյուղացին ինչ։ 50 դրամով գյազարան, 500 դրամով գյազարան ծախում, բայց գյուղացին 500 դրամով գյազարան ծախում։ Էլ ուրիշ բանի չեն նայում։ Ինչ հետո մեծ գազտը աշկերը բացնետան գյուղացու վիճակը ոնց է։ Ես ես նստում են իրաստանում, քշերը կնում են, առոտնում են, դավայ։ Այդ գինը դատա։ Ինչքանով եք վաճառում։ 200 դրամ, 150 դրամ, 150 դրամ, այդ էլ 100 դրամ։ Ինչքան պիտի ծախեմ, որ հողի տուրքից փակեմ են փակեմ։ Դուք եք մշակում։ Բավ։ Կուր մատ քշերենք նոր։ Ծիրան եք վաճառում, հիմա որ Լարսը փակեց, այս վրա ինչպես է ազդում էս։ Ահա որ։ Իրա ինքնարժեքը այսօր չի հանում ինքը։ Որ մենք այս տարի անձրևները ցելի մի ամիս անձրև եկավ, 5 անգամ 6 անգամ բուժում ենք տվել, իսկ ամեն տարի 2 անգամ ենք բուժում տալի։ Հիմա այդ թույների ծախսը որ հաշվենք, չի փակի ինքնարժեքը։ Շահույթ չունեք էս։ Բացարձակ, անիմաստ է։ Այնքան որ աշները ստեն մա ծառի վրա, ասում ենք չմնա ծառների վրա։ Այդ կարգի։ Մի ծառը էտել 3000 դրամ է։ Հողի Տարածքը մեծ է, շատ։ Չէ, կես հեկտար է, հողին տանք, ջրին տանք, թունակի մի կատին տանք, բանը վեդրոնել 800 դրամ են հավաքում, բանվորները, բացարձակ, մինուսով։ Ինչքանով եք վաճառում։ 200 ասում են, թողում հեռանում են, այս ծիրանը։ Բա որ չառնեն, ինչ եք անել։ Չառնեն, կտրորեմ ասեք, թափեմ ու կետա։ Ուրիշ ետ չունեմ։ Այդ ինձ ավելի ձեռատալի կանցեր, վայ ես ինչ անեմ, քուրո ջան, բա չէ, այս առևտրականներն ըրխիղ չկա, Իշքան որ գա, ենքան էժան են ասեմ, չէ, վсё։ Գյուղացի։ Տարիների համեմատ։ Այս տարի ահա որ է։ Մեկին երկուս գնային տարբերակը։ Գյուղացու աշխատանք հիմա գնահատվում է։ Ոչ մեկը, այ եսի պետք է մեր վարչապետը լսի,
ու դրա մասին մտածի, գյուղնախարարություն պետք է անպայման որպեսի գյուղացուն ինչ որ մի բանով աջակցեն, էս շեղնի։ Ինչ է կատարում այս գյուղացուն։ Իսկ որ Թուրքիայի հետ սահմանը Նիկոլ Փաշինյանը ուզում է բացի, ձեզ վրա ինչպես է անդրադառնալու։ Շատերը բողոքում են, ասում են տեղական արտադրանք չի վաճառվի։ Մեր համար ավելի լավ է։ Թող Վրաստանի հետ բանակցությունները նորմալ անեն, այդ այնտեղ չեթան պրոբկա եղնի։ Մեքենաների, այդ կան հազարներով մեքենաները կանգնած են օրերով, սուտկեքով, ամիսներով։ Դրա մեջ գյուղացորն է սա։ Գյուղացու վիճակը շատ դժվար է այսօր գյուղացին հեշտ չի նրա աշխատանքը ամեն ինչն էլ եթե գնահատենք այտենց ասենք բայց դե ծախելուն էլ դժվար է վաճառքն էլ դժվար է ճիշտ է շուկայի հնարավորությունը ասենք հարմարությունները տեղը մեծ է հարմար է մաքուր է լավ է բայց դե ավելի քիչ են այստեղի գնորդները գալի քան թե Մեմանդարի շուկա երևի դրանից էլ վաճառքը քիչ է, էլի չգիտեմ։ Քանով եք վաճառում ստեղ, ինչ եք վաճառում։ Դե նայած ապրանքի որակին, ասենք պոմիդորը վաճառում է 200-ից 250։ Բավարանը 500-ից 500 մոտիկ թիվա։ Դառնում է 50-ից 70-75 դրամ։ Դից էլի։ Հեշտ չի։ Գոհեք եկամտից։ Ամեն մարդ իր աշխատանքը պետք է հասկանա ու իր աշխատանքը գնահատի ինչքան է ու ինչ է։ Ես ասեմ գոհ եմ, իմ համար ուրիշ է, իմ մեկի համար ուրիշ է, նայած ինձ։ Մարդը ամբողջ օրը սիրում աննստել, ինքը գոհ է դրանից, մարդը ամբողջ օրը աշխատում է, այդ ինքն էլ տենց է գոհ։ Դա հարաբերական բան է, ես չի որ ասես։ Ես կարող ուզում եմ շատ լավ ավտո առնել, փողոց քիչ լինի, ասեմ գոհ չեմ։ Կարող եմ մի հատ ասարակ Ժիգուլի ուզեմ առնել, ասեմ, բա, դες շատ լավ ավտո առակ է։ Դրանք հարաբերական բաներ են։ Դա ամեն ինչ ցույց ամենակարևորը առողջություն։ Մեր երկրի խաղաղություն ունի, առողջություն ունի։ Մնացածները ամեն մեկը իր չափով աշխատի կապրի։